2023 թվականից ընդունելության միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով։ Առաջին անգամ աննախադեպ թվով դիմորդներ են մասնակցել բուհական ընդունելությունների առաջին փուլին, ավելի քան 12,000։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարոն Ասիբյանն ամփոփել է ձմեռային քննաշրջանը։ Հանրապետության շրջանավարտների 12-րդ դասարանի շրջանավարտների կեսից ավելին հայտնագրվել են միասնական քննությունների մասնակցության համար։ Եթե անցյալ տարի մասնակցել է հունվար-փետրվար ամիսներին 11534 դիմորդ, այս տարի 12447։ Միասնական քննությունների ձմեռային փուլի հենց առաջին օրը խնդիր առաջացավ, երբ Սիսիանի դիմորդները չկարողացան մասնակցել ստուգատեսին բքի պատճառով, իսկ անգլերենի տպագրական խոտանով թեստերը մեծ աղմուկ բարձրացրին։ Սա մեզ համար մեծագույն հարված էր, ճիշտն ասած մենք անակնկալի եկանք եւ շատ արագ մենք կարողացանք հասկանալ ինչ է կատարվել եւ եթե ուզում եք ճիշտ իմանալ անպայման վերացրեցինք այդ խոտան, բայց քանի եւ տրամադրեցինք դրանից հետո լրացուցիչ 30 րոպե ժամանակ։ Այնուամենայնիվ որոշում կայացվեց եւ լրացուցիչ քննություն կազմակերպվել բոլորին հրավիրեցին քննության, անկախ նրանից իրենց թեստում խոտան եղել է թե չի եղել։ Քիչ չեն դեպքերը, երբ դիմորդները փորձել են արտագրել օգտվելով տեխնոլոգիական նորարարական լուծումներից։ Դրա հետևանքով 36 աշակերտ հեռացվել է քննասենյակից։ Մենք ինչքան հնարում ենք նոր ձևեր հայտնաբերելու, իրենք ավելի կատարելագործում են այդ նոր ձևերը չհայտնաբերվելու համար։ Շատ է տարածված ականջի մեջ փոքր, այսպես ասած, կտոր ոչ երկաթյա, որ մենք չենք կարողանում հայտնաբերել, նույնիսկ դրա հետ միասին, ասենք, բերում են իրենք մաթեմատիկայի հաշվիչ, այդ հաշվիչի մեջ տեղադրած են հեռախոսի այդ հատվածը։ Հաշվիչը բերել դրում է սեղանին, որևէ մեկը որևէ բան չի կարող կասկածել, բայց այդ հաշվիչով ինքը հաղորդումը ստանում է ականջին եւ կարողանում է օգտվել։ Եթե համեմատում ենք անցյալ եւ այս տարվա միջին գնահատականները, տարբերությունը մեծ չէ։ Ամենաշատ դիմորդներն ինչպես միշտ անգլերենից են 7222, նշում է Կարոն Ասիբյանը։ Ունենք մասնագիտություններ, որտեղ մենք ասում ենք կամ ընտրական թողում ենք դիմորդի ընտրությանը երկու առարկա է գրած, որը ցանկանում օրինակ տնտեսագիտական մասնագիտության համար հիմնական առարկան մաթեմատիկան է եւ երկրորդ առարկան, որ պետք է հանձնեն քննություն, գրված է հայոց լեզու, հայ գրականություն կամ օտար լեզու։ Օտար լեզու հիմնականում ընտրում են անգլերենը բնականաբար, այդքան շատ չեն ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, եթե չեմ սխալվում ունենք ընդամենը 1 դիմորդ։ Դա է պատճառը, որ ասենք հնարավորություն ունեն նաև օտար լեզվով ընդունվելու նույնիսկ մաթեմատիկական մասնագիտություններով բուհեր։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից սկսվելու է երկրորդ փուլի քննությունների հայտագրման գործընթացը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հորդորում է բոլոր շրջանավարտներին հայտադիմումում պարտադիր նշել բուհը եւ մասնագիտությունը, այլապես դուրս կմնան մրցույթից։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։